Ողջունեմ ձեզ Տեր Հիսուսի անունով եւ անոնք, որոնք մեզ գտիդեն համացանցի միջոցով, թող Աստծո խաղաղությունը բոլորիդ վրա հանգչի եւ Աստծո խոսքեն հատվածը պիտի գարտամ եւ յետքը պիտի անցնենք մեր այսօրվա խորհրդածության, որը եւ փանը մարմին եղավ։ Ուրեմն պիտի գարտամ Հովանու առաջին գլուխին 1-4 համարները, յետքը Համար մնալ պիտի գարտամ 14-րդ համարը, Հովանու 1-4 Սկիզբեն էր փանը, ու փանը Աստծոքով էր, և փանը Աստված էր, անիկա սկիզբեն Աստծոքով էր, ամեն փան անով եղավ, և առանց անոր փամը չեղավ, ինչ որ եղավ, կյանքը անով էր, ու կյանքը մարդոց լույսն էր։ 14-րդ համարը գսե, և փանը մարմին եղավ, ու մեր մեջ փնագեցավ, և անոր փառքը տեսանք հորմեն միածնի փառքին պես, շնորհքով ու ճշմարտությունով լեցուն։ Քրիստոսի ծնունդը օրհնություններու թուր բացավ բոլոր մարդոց համար անխդիր և ջամփա Աստուծո մոտենալու ու զայն ճանչնալու անոր հետ հաղորդակցելու ինչ մեծ և փառավոր օրհնություններ մեր վրա արադորեն դեղացին Աստուծո հաշվույն մարդուն գդրվի բոլորը Աստուծո շնորհքով։ Հովհաննես առաքյալ Հիսուսի ծնունդի մասին մանրամասնությամբ չի նկարագրել, սակայն սքանչելիորեն գարտացված համարի մեջ կնկարագրե անոր մարմնացումը, և փանը մարմին եղավ ու մեր մեջ փնագեցավ։ Առաջ որ մարմին առնել, ով երան, 1-4 համարներու մեջ կարտացինք, սկիզբեն փանը լոգոս, խոսքը, Աստուծո քով էր, և խոսքը Աստված էր։ Հունարեն բնակիրի մեջ ին պրոս որ գսե, Աստուծո քովը չէ, հաբա ասպես թիմացը, նույն միտքը, նույն խորհուրդը հավասար առանց որևէ տարբերության, ին պրոս, նույն ծրագիրը, նույն նպատակը մարդոց փրկության համար, և երբ կգարտանք Աստված ըսավ մեր պատկերին և մեր նմանությանը մարդը ստեղծենք, հոներ Աստված երրորդությունը, ուրեմն սկիզբեն էր Աստծո քով էր, ամեն բան անով եղավ, և առանց անոր փամը չեղավ, Աստված էր, Եհովայի գարձեցյալ վկաները փոխած են այս առաջին հատվածը, Աստված մ էր, Հիսուս Աստված մ չէ, ուրիշ Աստվածներու նման գողքին, Աստված է, միակ ճշմարիտ Աստվածը, ամեն բան անով եղավ, կյանքը անով էր, մարդոց լույսն էր, ով փանը, Հիսուս, մարմնացյալ Հիսուս, ինչու համար պետք էր փանը Աստված, որդին Աստված մարմին առներ, Աստուծո փրկության ծրագիրին մեջ անհրաժեշտ էր, մարդուն փրկության համար անմեղ մեկը պետք էր մեռներ, զոհվեր, կյանքը տար, որտեղ մեղքին վարձքը մահ է, ուրեմն մեղավոր մարդուն կյանք տալու համար անմեղ մեկը իր կյանքը տալու էր, Աստված սեր է և չուզեց, որ մարդը մեղքի դիրմին մեջ մեռած մնա, անմեղ մեկը միայն Աստված է,
Չի գտնվեցավ պատմության մեջ ամեղ մեկը որպեսզի կարենա մարդուն համար իր կյանքը տալ։ Չի գտնվեցավ Ադամեն սկսյալ, Աբրահամեն, Դավիթեն, անցնելով Մովսեսեն, մեկը չգտնվեցավ։ Սակայն Աստված հոգի է, ուրեմն պետք է մարմին առներ, որպեսզի մարմինով մեռներ։ Որդին Աստված մարմնացավ, մարմինակավ, եւ որպես անմեղ քարնուկ, անարատ քարնուկ աշխարհ եկավ։ Այդպես չսավ Հովհաննես Մկրտիչ, երբ հերույե տեսավ Հիսուսը, ահա Աստուծո քարը, քարնուկը, որ աշխարհի մեղքը գվերցնե։ Հին ուխտի տնտեսության մեջ անասուններու արյունը չգրծավ մեղքերը վերցնել։ Եթե կարդանք Եբրայեցված գիրքը, նամակը 1:5 այսպես կսե. Քանզի օրենքը քալու բարիկներու շուքը ու ոչ թե այն բաներուն փուն երբարանք ունենալով միշտ ամեն տարի մատուցված նույն զոհերով երբեք չգրնար գադարյալ ներզանո, որ գմոտենան, ապա թե ոչ պիտի չթատրեին մատուցվել են, Բաշտո մատուցանողներուն մեկ անգամ մաքրվել են յետև ալ մեղքի վրայով խղճ մտանքի հանդիմանությունը չունենալուն համար, բայց անոցվով ամեն տարի մեղքերու հիշադակություն գլար, վասնզի նոխազներուն ու ցուլերուն արյունը չգրնար մեղքերը վերցնել, անոր համար իր աշխարհ մտնելու ադենը գսե զոհ ու ընձա չուզեցիր թուն, հաբա ինձի մարմինը պատրաստեցիր։ Որդին Աստված մարմին հագավ եւ մեր մեջ եկավ եւ բանը մարմին եղավ։ Հիսուսի մարմնացումի մեջ ամենակարևոր դասը սիրելիներ, որ հաջող կսենք, կգրտնենք, ամենակարևոր դասը խոնարհության դասն է, հեզության դասն է։ Աստված մարմին արավ։ Եթե Հիսուս Աստվածը լալով գխոնարի, ես եւ թուն ինչ ասելու ենք։ Ինչ ասենք։ Հբարդությամբ ապրիկ մեր եսին, մեր եսը բաշտելով անցնադուրը լալով եսին։ Ինչ կխորիկ։ Այդպես պետք է անենք։ Եթե Հիսուս խոնարեցավ, մենք ալ պետք է խոնարհենք։ Ինչ բան ունենք, որով հբարդանալու ենք այդ բաներով։ Գա բանը մեր մեջ, որով պետք է հբարդանանք անով։ Ասենք նայր ես տարբեր եմ քեզ մե։ Բանը չունի։ Հավատացեք բանը չունի։ Ապ մոհող ենք միայն։ Սակայն մեր անմա հոգին Աստված սիրեց եւ ուզեց այդ հոգին փրկել։ Իսկության մեջ մենք բանը չունենք հբարդանալու։ Անորամար առաքյալը գխոսի հեթանոսները եւ հույները միասին իմաստասերները անոնց վիճակը նկարագրելով հրյաները առանձնաշնորհյալ ժողովուրդ մնային։ Հեթանոսները շնորհքին արժանացան, անարժանի են երկուքնան, անորամար վերջավորության, երբ այդ երկու տասագարքի պատկանողներուն գնգարակրե գսե, անվոր գբարձենա, թող դերոչմով բարձենա։ Ոչ հրյան պամնունի բարձենալիք, ոչ ալ հույն իմաստասերները։ Ինչ էր պատճառը այս խոնարհության սերը։ Սերը, Աստված սեր է եւ մեր սիրույն աշխարհ եկավ։ Ինչը սիրեց։ Մեր մեջ ինչ կար, որ սիրեց։ Մեր հոգին։ Անոր պատկերով ստեղծված անձը, անմա հոգին, Աստված այդ սիրեց։ Խոնարհիլ գենթատրե ծարալալ։ Մեր Տերը ասավ. Ես չեկա ծառայություն ընդունելու, այլ ծառայելու։ Խոնարհությունը, սիրելիներ, Հիսուս որպես հանդերձ հագնելով չեկավ, հապա
մարմնացուց խոնարհությունը։ Մենք խոնարհությունը երբեմն որպես համտերց գահակնենք։ Ուզած ադենից գահակնենք եւ գցեվացնենք թե խոնարհ ենք եւ ուզած ադենից գահանենք մեր վրայեն։ Հիսուս այդպես չրավ։ Խոնարհությունը հանդերձ չէ։ Խոնարհությունը ներքին վիճակ մնե, որ մեր վարմունքով գարդահայտենք, մեր խոսքերով, մեր թիրքորոշումով, գործերով։ Հիսուս հոժարեցավ խոնարհիլ։ Այնպես որ մենք ալ պետք է խոնարհենք։ Մեր հարաբերության ընթացքին շարունակ հիշելու ենք այս հատկությունը, այս առաքինությունը։ Այնպես որ Հիսուսը սորվինք, անոր բարձր էր, վերեն իջավ, մենք արդեն վար մնանք և հեզությամբ իրեն հետ կալենք։ Աստված ինքզին ջանցուց խոնարհության միջոցով, Աստուծո մասին քիծանք, որովհետև Հիսուս աշխարհ եկավ, խոնարհեցավ։ Աստված վերն է, իսկ մենք վարը։ Ինչ պիտի գիտնանք բարձրերու մեջ բնագո Աստուծո մասին։ Հիմա գիտենք, որտեղ Հիսուս խոնարհեցավ։ Գիտենք, թե ամենագարողը ով է։ Ով է Աստված ով է։ Անոր միտքը հասկացանք, որտեղ մեկը մարմին արավ, բանը խոնարհեցավ։ Աստուծո սերը, ողորմությունը, սրբությունը, արդարությունը գիտենք, որովհետև Հիսուս մարմին արավ։ Մարգարեն Աստուծո գսե, երանի թե երկինքը ջեղկելով վարիչն է իր, և բանը մարմին եղավ, վարիչավ, երբ ժամանակը լեցվեցավ, Հիսուս մարմին հագավ, մսուրի մեջ թրվեցավ և հրեշտակներուն ավետիս տվին, հրեշտակները հովիվներուն, ետքը Հիսուս փրկիչ եղավ եւ ավետարանի բարի լուրը դարածվեցավ, մեծ օրհնություններու թուրեր բացավ, որովհետեւ Հիսուս աշխարհ եկավ։ Փիլիպոս ըսավ հայրը մեզի ցծուր։ Դերը ինչ պատասխանեց, ան որ զիս տեսավ, հայրը տեսավ։ Այո, Հիսուսի խոնարհությունով մենք հայրը ջանցանք, փառք կուտանք Աստծո համար։ Մարմնացյալ Հիսուս Աստուծո պատկերն էր, իր սրբությունով, սիրով, արդարությունով, ամենագարողությունով, ամենագիտությունով, անսավ հայրս մինչև հիմա գկործե, ես ալ գկործեմ։ Աստված ինքսինք ջանցնել ուզեց մեզի, և այդ կարելի էր միայն ան մարմին առնելով, և բանը մարմին եղավ։ Եթե Հիսուս մարմին չառներ, մենք դքետ պիտի մնայինք Աստուծո նկատմամբ, դքիդության մեջ արդեն թաղված էինք, պիտի մեռած մնայինք, պիտի չգիտնայինք։ Հիսուսի մարմին առնելը ամեն ծնող մարդու պես չէր, գուսական ծնունդ էր։ Գիշեք ծննդոց քիրքի մեջ, երբ Աստված օծին վճիրը, սատանային վճիրը արձակեց 3-րդ գլուխին 15-րդ համարի մեջ, շատեր նկատի չեն առնել, գսե, և քուգին ու գնոջ մեջտեղ, և քու սերունդիդ ու անոր սերունդի մեջտեղ թշնամություն պիտի տնեմ, ան քու գլուխդ պիտի չախճախե և թուն անոր քարշաբարը պիտի խայտես։ Այս խոսքերը, երբ որ ըսավ օծին, Ադամ ու Եվան հոն էին, Ադամն ալ հոն էր, բայց ինչ կսե գնոջ կսե, գնոջ սերունդը, որտեղ Հիսուսի ծնունդը մարդկային միջամտություն չի կար, նշմարած է եկասիգա, Ադամ հոն էր, բայց
դերը գսե քուգին եւ անոր սերունդի մեջտեղ ճշտամություն բիդեմ անդ եւ քուգին ու գնոջ մեջտեղ գտեստեք գնոջ մեջտեղ աթամ հոներ այո գնոջ սերունդեն աթամ մարդկային սերունդեն եղող մարդու միջամտությամբ չեր Հիսուսի Աստուծո մարմին առնելը գույսե ծնավ առանց մեղքի այսինքն մեղավոր բնություն չուներ ամեն մարդու խոստովանությունն է մայրս զիս մեղքով հղացավ բայց Հիսուսի համար ոչ Հիսուսի համար գարտանք հոգին սուրբ քու վրատ հովանի բիդելլա այն քեզ մեր ծնած մարդը սուրբ է բայց անունը Հիսուս փրկիչ է Աստուծո օձյալն է սուրբն է Հիսուս ոչ թե սուրբ եղավ այլ սուրբ ծնավ անոր համար անոր գդարած փրկագործությունը ընդունելի է սուրբ եւ անարատ արյուն մթափված է զոհվողը կյանք տվողը Հիսուս է Աստված ինք անցավ մեղքին հարցը լուծեց Հիսուսի ծնունդը եզակի է որովհետեւ միայն Հիսուսի ծնունդի արիթով երկինքի հրեշտակները երկեցին Քերբնական թեփ մնայս Մատնության մեջ եղած չէ Երկինքի երջախումբը վար եկավ երկելու համար երբ երկինքի թագավորը վար իջավ մսուրի մեջ ծնելու համար որքան փառք ուտանք միակ անձն է որու ծնունդով իր վրա գդարված բոլոր մարգարեությունները գդարվեցան այո մեր փրկիչը ճշմարիտ թեփ մնե թեմք անձնավորություն մնե Աստված մարմին արավ անոր գվգայեն բոլոր մարգարեները այդպես կգարտանք 5 դագարանի մեջ բոլոր մարգարեները անոր գվգայեն Էմաուսի ջամփուն վրա եւս Հիսուս ըսավ ով թուլասիրտներ չէ որ մարգարեները իմ մասիս խոսեցան երբեմն մենք այդպես գլանք գմորնանք թուլասիրտ գլանք այո բոլոր մարգարեները միակ անձն է որուն անունի մեջ զորություն կա երբ ան մսուրի մեջ գբարգեր Միևնույն ադեն բոլոր աշխարհը գկառավարեր փոփոխությունը չեղավ երբ Աստված մարմին արավ եւ Հիսուս ինքը ասավ իմ անունովս ինչ որ խնդրեք պիտի դամ հին ադեն հարցում մգար միշտ շարունակ հարցում մգար եւ հрьяաները շվարեցած էր այս հարցումը ով գգարձեք որ է Հիսուս ով գգարձեք ըսին Դավիթի որդի է եթե Դավիթի որդի է ինչպես Դավիթ գսե դերը իմ դերոջս ըսավ նստե իմ աջ կողմս ինչպես գլայս այո ամեն բան անով եղավ եւ առանց անոր բան չեղավ ինչ որ եղավ Կյանքը անով էր, կյանք, աս եզերքը կյանք եթե կա, անով էր, միակ անձը, որ մարդուն կյանք կուտա, Հիսուս է, ինչու համար, որտև կյանքը անով էր, իր մեջ էր կյանքը և դվավ, Հիսուս ոչ թե կյանքի մասին կխոսի, հաբա կյանքը ինքն է, մենք կխոսինք, կյանքի մասին եւ գարաշնորթենք թեպի կյանք թեպի Հիսուս բայց Հիսուս ինքն է կյանքն է ան որ որդին ունի կյանք ունի եւ ան որ Աստծո որդին չունի կյանք չունի Արաքյալը գսե այս է վկայությունը թե Աստված մեզի հավիտենական կյանք տվավ եւ այդ կյանքը անոր որդուն մեջ է
ան որ որդին ընդունած է կյանք ունի։ Հիանալի է մեր փրկին ծնունդը։ Կյանք դալու եկավ։ Ոչխարներս իմ ցայնս կլսեն ու իմ յետևես կուքան ու ես անոնց հավիտենական կյանք կուտամ։ Գտնված է պատմության մեջ մարգարեմը գրոնքի հիմնադիրը, որ ասած է ես կյանք կուտամ։ Ոչ մեկը, բայց Հիսուս աշխարհ եկող Աստված որդին կյանք կուտա։ Ուրեմն Հիսուս մարմին արավ, որպեսզի իր զոհաբերությամբ մեզի կյանք տա։ Մենք գիտակցությամբ ուրախանանք։ Մեզի համար ուրախ օրեր են այս օրերը, թեև ամեն օր ուրախ ենք իրմով, անոր գասկած չի գա, երբ կհիշենք անոր ամենակիդությունը, թե ան Աստված է, ունինք Աստված, մեզի հետ է Աստված, շարունակ մեզի հետ է, անոր համար մենք ուրախ ենք, խաղաղ ենք, բայց այս օրերուն անոր ծնունդը, Հիսուսի ծնունդը դոնելով ուրախանանք, գիտագից ենք, ինչպեսի դոմը կդոնենք, ուրախանանք մեր փրկին ծնունդով։ Հիսուս մարմին առնելով այս ալ ուրիշ ճշմարտություն մնե, որ մեզ կմխիթարե, մարդուն վիճակեն կհասկնա։ Մարդուն գրած բոլոր նեղությունները ինք ալ գրեց, անոթեցավ, անարգվեցավ, հավատացեք, մեզ մե ոչ մեկը Հիսուսի նման անարգված է, երբ մարմինի մեջ է։ Լուր գեցավ, գրեց ամեն տեսակ զրկանքներ, այնպես որ երբ ես գաղութեմ Հիսուսին, գիտեմ, որ ան կհասկնա զիս։ Այո, ան Աստված է, սակայն իր աստվածությունը կործածեց մարդոց համար, երբ հրաշքներ կատարեց։ 5000-ը երբ կերակրեց, երբ ըսավ քու մեղքերդ ներված են քեզի, երբ անդամալուծին ըսավ մայ ջդար ու քալե, երբ գույրերուն աչքերը բացավ, երբ ըսավ ես եմ գենաց ճուրը, գենաց հացը, աստվածությունը հայտնեց, սակայն փորձության ժամանակ իր աստվածությունը չկործածեց։ Սատանային եւ անոր կողմէ եկած բոլոր փորձություններուն որպես որդի մարդո հաղթեց։ Ուրեմն ցավեցավ։ Խոսքը բանը մարմին առնելով, մարմինով ծածկվեցավ, իր աստվածությունը ծածկեց, սակայն չբացեցավ, չկործածեց սատանային հաղթելու համար, կյանքի փորձություններուն առջև կամ անոնց հաղթելու համար, հաղթական դուրս գալու համար իր աստվածությունը չկործածեց, այլապես Հիսուս մեր օրինակը պիտի չլար։ Պիտի ասենք, անի Աստված է, իմ հալես չի հասկնար, ինչ կաշեն չի հասկնար, միայն թող հասկնա ինչ վիճակներու մեջ է գացնին։ Ոչ, ամեն բան գիտե, մեզի պես մարմինով ապրեցավ եւ ցավեցավ, անոթեցավ, անունը սահմանափակ եղավ։ Գարտացված Եբրայեցից 10-րդ գլուխի մեջ Հիսուսի մարմին առնելու անհրաժեշտությունը կտեսնենք։ Հիսուս մասնագից եղավ մարմինին ու արյունին, մասնագից եղավ գադարյալ մարմին առնելով, որպեսզի մահովը փճացնե, զանիգա որ մահվան իշխանություն ուներ սատանան։ Ուրեմն Հիսուսի ծնունդը անհրաժեշտ էր, որպեսզի կարելի լար մահ ճաշակել եւ բանը մարմին եղավ, Աստված մեզի եկավ, այցելեց, այդպես չսեր Աստված կսե մեզի այցելության եկավ Զաքարիա, քահանայապետը, տաճարի մեջ, վերեն եկո արեքա կսե մեզի այցելության եկավ։ Ուրեմն Հիսուսի ծնունդը, որ մեր հոգիները կհրջվեցնե, գիտնանք ինչպեսի փրկիչ ունենք։ Ուրախ ես,
մեկը ունիս, որ քու վիճակետ կհասկնա։ Եթե առանցին ալլաս, ցավերու մեջ ալլաս, Բեթլեհեմի մեջ ծնող մանուկը Տեր Հիսուս Քրիստոս ամեն բան գիտե։ Կհասկնա մեր վիճակեն, որովհետև ան մեր նման մարմին ակավ։ Ինչպես չուրախանանք, երբ Հիսուս աշխարհ գալով մեզ հորը հետ հաշտեցուց։ Ջանցանք հայրը։ Անոր շնորհքը, անոր սերը, ողորմությունը, քութը հասկացանք։ Անոր համար հավատացյալը երանելի կգոչվի, երջանիկ անձ է։ Մաղթանքս է եւ աղոթքս է, մանավանդ այս օրերու մեջ մեր աղոթքի վոլյումը բարձրացնենք, որ Աստված այցելե մեր ժողովրդին, մեր շուրջը գտնվող շվարած մարդիկ կա լեցուն։ Աստված այցելե, որպեսզի անոնք հասկանան Քրիստոսի ծնունդը, իմաստը հասկանան։ Թող մեր փրկին Հիսուսի ներկայությունը քաղցրացնե ծեր բոլորի կյանքը եւ իր ներկայությամբ ծեր հավատքը օրեօր զորացնե մինչև ինք վերադառնա։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ ցեզի մեզի մեծ ավետիս։ Ամեն։ Շնորհակալ ենք Տերոջ խոսքին համար, ինչպես հրեշտակները ավետեցին Տերոջը ծննդյան լուրը, մենք ալ իբրև Քրիստոսի աշակերտները չանանք դարաձել, ավետել բարի լուրը, թե ինչու Քրիստոս աշխարհ եկավ, որբեսի մեր հոգիները փուժե, որբեսի հավիտենական կյանքի արժանացնե ամեն մեկուս։ Փառքը լայր Սուրբ անվան։ 316-րդ երգը երգենք, որուն վերջին դունը ոտքի եւ հովիվին աղոթքով պիտի փակենք։ Յանալի սերեր փրկեց զիս մեղած խորեն։ Յանալի սերեր փրկեցիս մեղած խորեն, բիլց մեղավոր գաբրեր հոգիս հերու լույսեն, լուսով վերջին շոներ մարած, ինչպես եղավ, հարուց հոգիս երբեր մերած, սեն զայսրավ, սերներ կդավ, Անարկված խաչին, սեն զայսրավոր, պարկանվան պրճին, սեն վարպերավ դերս որ զովի, իքողկոտան, ինչպես դժվարմը պրգվի, ինչպես կլավ, սեն հաշտեցուց երկնից հետզից, անխաչվեցավ, ներեց ինձի պրգեց հոգիս, սեն զայսրավ, սերներ կդավ, ջամփա պրգության, սերներ կդավ, թելնոքույս փուժման, սեն հանցնեց դերս, անարկված խաչին, սեն զայսրավոր, պարկանվան պրճին, սերներ պացավ լուսոթրներ, արքայության,
վերցուցի սավոց խորեն նոր կյանք տվավ օգնություն չեր կար աշխարհեն սեր զայսրավ սերներ կդավ ջամփան բրդուճյամ սերներ կդավ տենոքույս պուժման սեն հանցնեց դերս անարված խաչին սեն զայսրավ պարկանվան պրջին Մեր սիրելի փրկիչը դերը Աստվածը գխոնարի քո արչևդ այո դեր Փառք կուտանք որ մեզ անհուն սիրով սիրեցիր քեզ դեր Շնորհակալ ենք Տեր Հիսուս որ մեզի համար քահ թողեցիր այո Օգնե մեզի որ մենք գալ մեր եսին քահեն հրաժարինք ամեն որբեսի գարենանք Տեր քեզի համար ապրիլ որբեսի գարենանք մեր կյանքերով քո անվանդ բադիվ փերել եւ մեծարել քեզ Տեր գաոթեմ որ այս օրերու մեջ այցելես մարդոց մտքերը եւ սերդերը փանաս որբեսի Տեր հասկանան անոնքալ քուսերդ ջաշագեն քուսերդ եւ այսպես Տեր անոնքալ քու ոչխարները դլալով փարախիտ մեջ աբահով լան ուրախ եւ երջանիկ լան Գնքես խոսքդ մեր սրդերու մեջ ամեն Եվ գաոթեմ որ քու բարի ցերքերդ մեր բոլորին է դլան Այսօրվա մնացյալ ժամերու մեջ եւ քալիկ օրերու մեջ Ձնունտիդ բարի լուրը դարածողները լանք Փարքիդ համար ամեն ամեն